խանութում ենք, պայուսակներ ենք նայում։ Короче, чемоданчики. Она убегает. Иди сюда. Иди. Սիրուն չամադաններ կան միջալոց։ Это потом. А это ватрушка у вас или нет? Это не ватрушка у вас, нет? Нет. А ватрушки есть? Ես ինձ համար սուրճ եմ վերցրել, իրակի կտոնով, անուշլինի և համոսն վերցրել։ Հիմա մենք պլաշատկա եկանք, ասեցին երեխեք մի քիչ խաղանեն, հետո գնանք։ Եղանակը հուսադրող չէ, ճիշտ է, անձրև ասպասվում։ Լիլ, սառնեց եղանակը, թվում է անձրև պիտի գալի, գնանք չմնանք, հա անձրևի տակ։ Այսօր հերիկա ինչքան ման եկանք։ Маш, а ты как я убегу? Վարի։ Արի, Լիլ։ Ты просто взял. Ты можешь просто подняться по лестнице сюда. А что Я читер. Սիրունա։ Երբ տուն եկանք սպոսանքից անախնկալ ունեի, ելակների տեսքով համուսինս լիքը գնել էր, որոշեցինք, որ դրանք պետք է մուրաբանաչ պատրաստենք, քանի որ շատ էին։ Իդի ճաթուշի գիտե։ Нет, сама не оттуда. Այսինքն է համով սևը։ Չիրա։ Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, թե սրանք ինչ ճամփրուկներ են։ Մինչ մանրամասնելը, հա, հիմա ցույց տամ մի երկու գնումներ, հետո արդեն մանրամասն կասեմ, չնայած երևի թե կկռայեք արդեն, որովհետև նախորդ կադրերից հասկացաք, որ պայուսակ էի ուզում գնել։ Վերցրել եմ այս պայուսակը սև, քանի որ սիրում եք նմանատիպ տեսանյութեր, հրաշեցի կիսվել։ Սա ձերքի պայուսակ է, ռուչնոյ կլադ վերցնելու համար։ Սրանք նոր իմ ձերք բերած սանդալներն են, որը որ պատվիրել եմ Ազոնից, ասել էի։ Վերցրել եմ, այսինքն պատվիրներից մեկը։ Այս որպես ավելի պարզ լինի, այս oversize, շատ սիրուն, նորաոճ վերնաշապիկը, թերևս այսքանն էին, գնումները ճիշտ է, ճամփրուկները արդեն հավաքել եմ, քանի որ չմ նկարա հանել, ինձ թվում է այնտեղ էլի հանել, դնել, վերցնել, փոխել, չգիտեմ, պախասացնել, դուրս բերել, այդ ամեն ինչ էլի ալինելու դե բնականաբար։ Այստեղ զբաղված եմ, ինչպես տեսնում եք, մշկերի և բանջարեղենների լվացնելով, կուխնյայում առավոտում բորկա եմ արես, բահարանը, կազոջախը առաջ եմ բերել, հետևով մաքրել եմ։ Այստեղ արդեն առավոտյան հասցել եմ եփել մի անգամով կլուբնիկի մուրաբան։ Սա ևս ընթացքի մեջ է։ Ես ժարիտ եմ պատրաստում, իդեպ վաղուց չեմ պատրաստել, շատ ուշ եմ պատրաստում, եթե ես խանում 3 ամիս առաջ եմ սարքել։ Այդպես,
Եվ արդեն գրեթե ժամը 1-ն է եւ աբեդի ընթրիքի ժամն է, առավոտ երեխեքը խլոպիա էին կերել, ես սուրճ էի խմել մի փոքր խմորեղենով եւ վсё։ Մեր ժարիտը դեռ պատրաստ չէ, բայց մենք սկսել ենք, մինչև եփվի կհագենանք, չէ։ Это перекус. Իրուն կարմրաթուր տապակած կարտոֆիլ եմ ստացել։ Բարի ախորժակ։ Спасибо. Մեզ մոտ հաջորդ օրն է։ Այսօր վերջապես ներկելու եմ մազերս պալետի 4.88-ի եւ 5.68 համարի ներկերը միասին եմ խառնելու, շատ սիրուն գույն է իրականում ստանալու։ Թեպետ չգիտեմ իմ մազերին ինչ կերպով կնստի, բայց այսօր այդ օրն է, որովհետև վաղ աշխատանքի եմ ամբողջ շաբաթը ու ընդամենը 3 օր եմ ազատ ունենալու, դա էլ հազիվ հասնեմ պատրաստել, այսպես, որ չփախչի։ Երեխեք, մի հատ ինձ սենց ռեզին կտակ, մազի։ Я не могу. Нет, обычно резинка тур. Շպիկաները խփել են իբր բան է, էլի, դրանց երկար եղումներով։ Հիմա խառնեմ ու անցնեմ երկերում։ Երեխեքին դրանք շատ են ոգևորվել։ Այսպես հակել եմ հագուստս, բարկան այսենց լավ, տեսոք մազերս ինչ լավ է երկար է, հիշում եք վերջի անգամ ինչքան էի կտրել համարյա այս ուսերիցս հետ էր։ Հիմա բաժանեմ ու անցնեմ առաջ։ Ես գործընթացն ավարտեցի, ինչպես տեսնում եք ներկված է նաև դեմքս ու դեմքիս հատվածը մաքրել եմ սովորական կրեմով, իսկ որտեղ որ այս հատվածները ներկոտվել են եւ այս շորից մի հատվածը եւս ացետոնով թևերից հատվածը մաքրեցի ու լվացրել եմ սառը ջրով, բայց դեմքս սովորական կրեմով եմ հանել, դե մնացածները արդեն լոգանքից հետո կմաքրվեն։ Հիմա ստուգելու ենք, տեսնենք մուրաբաները եփված են, թե չէ, երբ որ այսպես քաշում ես ու իրանք չեն կպնում, ուրեմն պատրաստ է, երբ թե հեշտությամբ ինքը նորից հավաքվում է, ուրեմն նորից եփվելու կարիք ունի։ Փակել եմ, քանի որ մազերս լվացրել եմ արդեն, չորացրել եմ, հիմա ուզում եմ ձեր կարծիքը եւս լսել, հիմա քաշում ենք մինչև 3-ը։ Раз, два, три. Տադամ։ Իրականում լույսի տակ սև է ցույց տալի։ Մի րոպե, բայց տեսեք ինքը կարմիր, այսինքն կվիշնովի։ Դեզա մազերս, որտեղ մազերը շատ խիստ է, հա, խիտ է։ Դրա համար այսինքն объемный, լիճան, բանան դուրը փակ։ Объемный է ցույց տալի։ Այսինքն ինքը լույսի տակ տեսեք։ Դե արմատները մուգ կարմիր է, դա բնականաբար ընթացքում էլի ինքը լվանալուց հետո կմաքրվի, բայց ինձ ընդհանուր դրա գալիս։ Իմ խոճուշները եւս հազիվ վերականգնել եմ։ Մի հատ գրեք մեկնաբանություններում հավանեցիք, թե չէ, իմ նոր մազի գույները։ Ես լցրեցի բանկաների մեջ մուրաբաները, չեմ հաշվել իրականում ինչքան է, որտեղ դրան ժամանակն չունեմ։ Մի հատ հետո պետքա լավ ծիկ հերմետիկ ամուսնուս կասեմ, որտեղ դաստակս ցավում է, այդքան ուժել չունեմ, որպեսզի օդ չանցնի ու բորբոս իրա վրա բորբոս չլինի։ Այսպես։ Վերջացրեցի, ոնց ասում են, ուրախությունով օգտագործեին։ Սերես մեզ մոտ 3 օր է, որոշեցի դասավորել ճամփուկը, քանի որ չունեմ
բագաժ հանձնելու, դրա համար մի 10 անգամ քանդում, հանում, հասկանալու համար, որոնք են անհրաժեշտ, ոնց ասած, անհրաժեշտ необходимի բաներն եմ ուզում վերցնել։ Գնացել էի խանութ, մի երկու գնումներ ունեի, դա արեցի, նվեր փոքրիկ մոքրիկ, դրանք եմ գնել, վիտային տաբատ, որը որ չուներ, նույն տաբատից եմ վերցրել, ինչը որ անցած վլոգում տեսակ, Լիլիթից սիրում եմ միանման, հա, երեխեքին հագցնել, քանի որ գիտեն, որ ես միանման եմ հագցնում, այս միանման վերխերից նվեր են ստացել, իրենց հարցիկի կողմից, սա էլ կվերցնեմ, երեխեք սիրուն կհագնեն։ Այսօր ամսյունն է, դեռ 10 օր ունեմ ու այսպես եմ անում, որպեսզի իրենք լավ տեղավորվեն, որտեղ ռուչնոյը 10 կիլո է, որպեսզի տեղ լինի, կարողանամ դասավորել իրերը ըստ անհրաժեշտության։ Ես ռոզվի վերխ էի գնել Լիլիթին, ջսից վերխ, մտածելով, որ Էվիտան սա կհագնի, տեսա, որ իրա վրա լաքաներ ուներ, հետքեր, որը որ չի մաքրվել, քունաթափված է, հետևաբար ինքն էլ զեղչված էր, 1000 ռուբլի էր, մտածում եմ դա էլ անպայման վերցնեմ հետո նորից։ Ինչպես տեսակ մուրաբաները լցրեցի, տեղավորեցի բանկաների մեջ։ Ինչի չեք քնում, Էվիտա ջան, վաղը սադիկ ես, ես էլ վաղը աշխատանքի։ Ну да, мы Лилит хочет тебе сказать что-то. Что это? Мам, Что? ты больше что любишь, телефон или... Մայ Էվիտա հեռախոսս նկարում եմ։ Տեսեք, այս հատվածը այսպես դասավորել եմ, դեռ այս հատվածը ևս հելի ունեմ, դրանք էլ անցնեմ ու միանամ։ Ինձ մնում է այս ձեռքի սպայսակը վերջում տեղավորել այստեղ կամ այնտեղ և վերջ սիրել ես։ Ինչպես ասում են, մեզ բարի ճանապարհ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա վլոգն էլ այսպիսինն էր, հույս ունեմ, որ այն ձեզ հետաքրքիր էր եւ այս հրաշալի դրախտային եւ աչքշոյող տեսարանից էլ ուզում եմ ձեզ հաջողություն ասել սիրելիներս։ Շնորհակալություն ձեր ժամանակը ինձ տրամադրելու համար, այն հավատացեք, գնահատում եմ անչափ։ Իսկ եթե դուք դեռ բաժանորդագրված չեք, ուրեմն անպայման բաժանորդագրվեք եւ սեղմել զանգակ կոճակը, որպեսզի ինձ բաց չթողնել։ Ձեզ հետ Տատևն էր, ձեզ սիրում եմ եւ հանդիպելու ենք արդեն հաջորդիվ Հայաստանից սիրելիներս։